այստեղ հանդես են գալիս պահանջով, որպեսզի Հայաստանը չհրաժարվի այն միջպետական գանգատներից, որոնք մեր իրավունքներին են ուղղակիորեն առնչվում, որովհետև նման լիազորություն մենք չենք տվել կառավարությանը։ Միանձնյա նման որոշումներ մեր թշնամիներին հաջողանալու համար մեր համար ընդունելի չեն, երբ որ մեզ թողելու են երի ձեռնունայն, երբ որ պատերազմի ժամանակ մենք մտածում էինք բոլոր գերիները բոլորի դիմաց եւ մեր վերջին հանցագործին էլ տալիս էինք ուղակի հուսալով Ադրբեջանի բարի կամքի դրսևորումներին, տեսանք դա ինչով ավարտվեց։ Մենք դեռևս ունենք ոչ միայն չէին վերադարձել 20 թվականից գերեվարված անձինք, այլև նոր գերիներով։ Հիմա միջպետական հայցերից հրաժարվումից ինչ երաշխիք է տալու, ոնց են մեր իրավունքները իրականացվելու։ Այս հարցերի պատասխանն է, որ չունենք ու ընդհանրապես մի բան ունենք ասելու, որ ձեզ չեք լիազորել մեր ամենից գանգատներից հրաժարվել։ Քիչ առաջ ձեզ մոտեցել էր նաև Նիկոլ Փաշինյանի օգնականը, որը ձեր շարքերից է հենց, հա, Անետ Կորած կամ արդեն զոհված զինծառայողի հարազատ Գագիկ Իսախանյանը, ինչ ասաց։ Ես անձնապես չեմ շփվել իր հետ, ով շփվել է փոխանցեց, որ տեղյակ չէր, հարցումը խոստացավ փոխանցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հասկանան այդ նշանակումը մեր իրավունքներից հրաժարում, թե ոչ, բայց կարծում եմ, որ հասկանալու ոչինչ չկա, որովհետև ամեն ինչ ավելի քան բաց եւ ուղիղ տեքստով արսվել է։ Չկա հայց Հայաստանի կողմից միջպետական գանգատ ներկայացված պատերազմի առնչությամբ եւ դրանից հետո, որը չի առնչվում մեր իրավունքներին։ Խոսվում է, որ բոլոր այդ հայտերը պետք է հետ վերցնեն երեխեքի ու ուզում ենք իմանալ ինչ իրավունքով, եթե այդ հայտերը վերցեցին, ոնց են պահանջելու հետո մեր երեխաներին ու ինչ իրավունքով երբ են հարցրել ծնողից կարան թե չեն կարա, տարել են մեր 15 տարեկան ողջ եւ առողջ տղաներին, թող ողջ եւ առողջ վերադառնացնեն, պարտավոր է, պահանջում ենք, թող չոտնահարեն մեր իրավունքները, մեր զավակների իրավունքները, թեպետ արդեն 4.5 եւ ավել տարի ոտնահարված ենք, բայց ամեն դեպքում էլ թույլ չենք տա, թող անպայման հաշվի նստեն մեր հետ, ինչ իրավունքով են մեր երեխեքի հայտերը հետ վերցնել, որ ծնողին են զգուշացրել, որ ծնողնա իր համաձայնությունը տվել, որ իրանք ինքնուց որոշումներ են կայացնում։ Հա, հասկանում ենք պետական կառավարություններ կարան, բայց երբ որ վերաբերում է անհատի երեխուն, իրանք իրավունք չունեն, ինձ երեխուն իրանք իրավունք չունեն։ Այդ երեխուն ծնողնա վերեպահ է մեծացել։ Պետությունը ինչ էր տվել այսքան ժամանակի երեխուն, որ տարավ։ Պարտավոր են թող վերադարձնեն։ Այսքան բան։ Դուք նաև իրենց տեղեկություններ եք, չէ, որոշակի փոխանցել, ինչ որ վիդեո կադրեր, որտեղ նույնականացվել էին ձեր որդիները։ Ծնողներ ունեն, որ կան վիդեոներ, ես անձամբ չունեմ վիդեո, բայց շատ ծնողներ ունեն, որ ունեն։ Այսինքն դա ոչ մի նշանակություն չունի այս կառավարության համար։ Վիդեո կլինի, չի լինի, ինչ չի լինի, Եվրոդատարանը հաստատած է, հաստատած չի։ Միևնույն է, ոչ մի բան չեն անում։ Արդեն 5 տարի է, 4.5 ավել տարի է, ճիշտ է։ Ու ինչ են արել իրանք։ Ինչի պիտի միջև հիմի այդ հայցերը ոչ մի ինքը, այսինքն իրավական ինչ որ դաշտում արդեն ինչ որ բանի հասած չլիներ, որ հիմա մի անգամից հետ վերցնեին ու վերջ, հա։ Այդքան բան 4.5 տարի մի հատ վերածեք ամիսների, օրերի, տեսեք ծնողը ոնց է ապրում, ինչ ձևով ապրում, ինչքան կարանք, մենք էլ ենք մարդ, ավել բան ենք ուզում կառավարությունից, ոչ մի բան չեմ ուզում, պատրաստ եմ իմ ունեցած ամեն ինչը նվիրաբերեմ այս կառավարությանը, տան իմ երեխուն ես վերցնեմ դեպի։ Ներողություն եմ խնդրում, իհարկե ցավոտ թեմա է, բայց 80-ից ավելի մարմիններ եւ մասունքներ կան եւ ասում են, որ մի մասը օրինակ հաստատված է կամ հենց ամբողջն է հաստատված եւ ծնողները հրաժարվում են վերցնել, բայց վերջին օրերին նաեւ տեսնում են, որ վերցնում են, օրինակ ձեր շարքերում կան մարդիկ, որոնք ունեն նման դեպք։ Ես ասում եմ, ես չունեմ ոչ մի DNK համընկնում, իսկ այն ծնողներն են, ովքեր որ չունեն ոչ մի հայ ծնող չի կարա իր երեխեն իմանա ինքը վստահ լինելով այդ երեխեն իրանա ու ինքը թողնի ուղակի մորգում։ Հայ ազգը սեփապիղծ ազգ չի ոմանց բաներ։ Իսկ մեր սպասում ենք մեր երեխեքին։ Այն ծնողներն են, ովքեր որ իրեն չեն վերցրել, թող կարում են, ապացուցեն, որ իրանց երեխեն այդ ծնողն է վերցնի փիղճը հանգիստ տանի հողարկավոր։ Որ մի ծնող թողնի իրեն։ Ես ինքս չունեմ DNK, բայց այն DNK չունեցող ծնողին ես երբեք չեմ կարող մեղադրեմ, քանի որ այդ մարդու թող ապացուցեն, որ իր երեխան այդ ծնողն խիղճը հանգիստ վերցնի։ Եթե նա չի հավատում, վերցնի հողարկավորի։ Ու դա հանկարծ լինի ուրիշի երեխա, այդ ուրիշ ծնողն մի ամբողջ կյանք ման գա այդ երեխան։ Դա արդարացված է քանակ։ Չէ, թող ապացուցեն իր մարմնը այդ մարդն է վերցնի դնի ու վերջն ինքն էլ հանգստանա։ Ինքն էլ լացելու տեղն է։ Այդ բան կարող։ Եվ նաև միջոցառահարթ, եթե չեմ սխալվում, նախորդին հանդիպում է եղել ԱԱԾ տնօրենի Արմեն Աբազյանի հետ, որոշակի մանրամասներ հնարավորինի սահման։ Ոչ մի բան չխոսեմ։ Բայց ամեն դեպքում գոհ եք հանդիպումից, թե ես գոհ կլինեմ այն ժամանակ, երբ որ իմ երեխուն տեսնեմ։
Իսկ հանդիպում այդ մարդը միշտ հանդիպել է, բայց ես գող կլինեմ այն դեպքում, երբ որ իմ երեխուն տեսնում։ Քանի իմ երեխուն չեմ տեսել, ոչ մեկից ոչ մի բանով չեմ կարող գող լինել։ Այդքան բան։